Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը նաև մեղմացրել է տնային կալանքի պայմանները, որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ բացառությամբ սրբազան պայքարի գործով անցնող մասնակիցների ու վկաների։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը եւ Բագրատ Սրբազանը եւ մի խումբ անձինք մեղադրվում են իբր թե իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Մայիսի 21-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ եւ թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։ Ռուսաստանի Դաշնությունից հասկացնում են Փաշինյանին խելքդ գլուխդ հավաքի մեծ պետության հետ չի կարելի այսպես վարվել։ Այս մասին ապարանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ նշել. Մի քանի ամիս հասկացնում են, ակնարկում են, ասում են խելքդ հավաքի չի կարելի մեծ պետության հետ այսպես վարվել։ Ես փորձում եմ այս վերջի ամիսը զգալով ուղղակի հասկանում եմ այդ երկիրը։ Փորձում եմ փորձում եմ հուշել, որ մի արեք սա, մեր ժողովրդին վնաս եք հասցնել։ Այսինքն արդեն բանը բանից անցել է, ինչ է լինելու։ Իհարկե անցել։ Ինչ անելու Ռուսաստանը պատժելու։ Օրինակ այսօրվա այդ ինֆորմացիան, թե երեկվա ինֆորմացիան, ծաղիկների արգելք։ Հիմա վաղը մյուս օր, որ գյուղ արտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնեն։ Ինչ են անում։ Հիմա այդ ժողովուրդ, այդ խեղճ ժողովուրդ, օրինակ ով որ վարկա վերցրել, ով որ ջերմոցասարքել, այսօր վարկա սպասարկում եւ այդ ջերմոցում ծաղիկ արտադրում եւ արտանում Ռուսաստան։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Իշխանությունները այդ մարդը թո ինքը այդ դեպքում պայմանավորի ու ծաղիկները տանեն Ֆրանսիա ծախեն։ Մակրոնի Բրիջիտին տան նվերներ տան։ 11 հայ մարզիկ Իտալիայից վերադարձել է հաղթանակով։ Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունում Հայաստանի ուշու Գունֆու ազգային ֆեդերացիայի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ, նվաճելով 13 ոսկե եւ 2 արծաթե մեդալ։ 2026 թվականի մայիսի 15-ից 17-ը իտալական Պերուջա քաղաքը վերածվել էր չինական մարտարվեստների համաշխարհային կենտրոնի, հյուրընկալելով Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 16 երկիր ներկայացնող 98 մարզական ակումբներ եւ ընդհանուր առմամբ 988 մարզիկ։ Բարձրակարգ կազմակերպչական աշխատանքը 45 մրցավարի, 30 կին դատավորի եւ փորձառու տեխնիկական անձնակազմի ներգրավվածությունը մրցաշարին հաղորդեցին միջազգային բարձր մակարդակ եւ մրցակցային լարված մթնոլորտ։ Հայաստանի հավաքականը մրցահարթակում դրսևորեց մարտական բարձր պատրաստվածություն, թիմային ամուր համախմբվածություն եւ հաղթողի անկոտրում հոգեբանություն։ Մեր մարզիկները յուրաքանչյուր ելույթում եւ մենամարտում պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը, ցուցաբերելով տեխնիկական վարպետություն, տակտիկական գրագետ մոտեցում եւ կամային բացառիկ հատկանիշներ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ Լիանա Վարդանյանը դարձավ առաջնության ամենավառ աստղերից մեկը, նվաճելով 5 ոսկե մեդալ, այդ թվում Վինգ Չուն եւ Սինի Ցուան ոճերում։ Հատկանշական է, որ նշված կարգերում Հայաստանի ազգային հավաքականը հանդես էր գալիս առաջին անգամ։ Իր հաղթանակները Լիանա Վարդանյանը նվիրեց հետախույզ փոխգնդապետ 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Թումասյանի լուսավոր հիշատակին։ Թիմի ամենակրտսեր մասնակիցը 11-ամյա Արևիկ Այվազյանը Շաոլին Ցուան ոճի զույգ դանակներով վարժահամալիրում վստահ ու տպավորիչ ելույթ ունեցավ, արժանանալով ոսկե մեդալի եւ աշխարհի չեմպիոնի կոչման։ Արևիկ Այվազյանի մարզիչը Տիգրան Չոբանյանն է։ Արարատի մարզի Արմաշ գյուղը եւս փայլուն արդյունք գրանցեց միանգամից ունենալով 3 աշխարհի չեմպիոն։ Վանիկ Սիմոնյանին, Հակոբ Շահնազարյանին եւ Արման Մուրադյանին, նրանց մարզիչը Սիրանուշ Նիկողոսյանն է։ Մյուս մարզիկները ներկայացնում են Երևանը, Գյումրին, Երասխը, Սևակավանը ու Սուրենավանը։ Հայ մարզիկները գրանցել են հետևյալ արդյունքները. Լիանա Վարդանյան 5 ոսկե մեդալ, Սին Ցուան, Թայձի Ցուան առանց զենքի, Թայձի Ցուան նեղ թրով, Թայձի Ցուան լայն թրով, Վինգ Չուն մարզաձևերում։ Արևիկ Այվազյան ոսկե մեդալ, Շաոլին Վուդանգ Ցուան զույգ դանակով մարզաձևում։ Սանդա ուշու մարզաձևում ոսկե մեդալներ են նվաճել Արման Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Վանիկ Սիմոնյանը, Հակոբ Շահնազարյանը, Արման Մուրադյանը, Կարապետ Ջաջիկյանը, Ալիկ Էլիազյանը։ Արծաթե մեդալներ են նվաճել Ջիվան Ազոյանը, Արամ Օղիկյանը։
Հայաստանի ուշու գունֆու ազգային ֆեդերացիայի նախագահ եւ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Չոբանյանը բարձր գնահատեց թիմի ելույթը, ընդգծելով, որ արձանագրված հաղթանակները նվիրվում են Արցախյան պատերազմներում զոհված եւ անհետ կորած մեր հերոս հայրենիների ու հայուհիների հիշատակին։ Մեր հայրենասեր թիմը աշխարհի առաջնությունում հանդես եկավ արժանապատվորեն հանուն հայրենիքի, ազգային ինքնության եւ հայկական մարտական ոգու։ Խոնարհվում եմ եւ խորին շնորհակալություն եմ հայտնում թիմի բոլոր անդամներին իրենց նվիրումի, կարգապահության եւ հաղթական կամքի համար։ Աստված պահապան լինի հայ ազգին ու Հայաստանին, նշեց վաստակաշատ մարզիչը։ Ուկրաինան պատասխան է պատրաստում Բելարուսի տարածքից Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք մանրակրկիտ վերլուծել ենք մեր հետախուզական տվյալները Չեռնիգով-Կիև տարածքում Ռուսաստանի հարձակողական պլանավորման վերաբերյալ։ Մենք պատասխան ենք պատրաստում թշնամու յուրաքանչյուր հնարավոր գործողությանը։ Մեր ուժերը այս տարածքում կմեծացվեն, ասել է Զելենսկին։ Նա նաև հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը պատրաստել լրացուցիչ դիվանագիտական միջոցառումներ Բելարուսի Հանրապետության դեմ։ Իրանի պաշտոնյաները Պակիստանի միջնորդներից լրացուցիչ ժամանակ են խնդրել Պարսից ծոցում հակամարտության կարգավորման ամերիկյան պայմանները գնահատելու եւ ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում է Կատարի Ալ Ջազիրան, հղում անելով Պակիստանի աղբյուրին։ Իրանի պաշտոնյաները ժամանակ են խնդրել Պակիստանից ամերիկյան պայմանները գնահատելու եւ ուսումնասիրելու համար, պնդել է աղբյուրը։ Իրանի հարստացված ուրանը գլխավոր խոչընդոտն է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չափազանց կասկածամիտ է Իրանի հետ բանակցությունների նկատմամբ եւ ցանկանում է վերսկսել ռազմական գործողությունները, հաղորդում է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Նեթանյահուն դժվար հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Թեհրանի հետ համաձայնության գալու նոր փորձերը։ Հրապարակման աղբյուրի փոխանցմամբ Իսրայելի վարչապետը զրույցից հետո չափազանց մտահոգված է եղել։ Իրանը տիրապետում է ժամանակակից զենքի, որը դեռևս չի օգտագործվել Միացյալ Նահանգների հետ դիմակայության ժամանակ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական աղբյուրը։ Նրա խոսքով դրանք արտադրվել են տեղական մակարդակով, դեռևս չեն օգտագործվել մարտադաշտում եւ չեն փորձարկվել։ Սարքավորումների կամ պաշտպանական կարողությունների առումով մենք որևէ պակաս չենք զգում, որը կխանգարի մեզ պաշտպանել մեր երկիրը։ Այս անգամ մենք մտադիր չենք գործել զսպվածությամբ, նշել է աղբյուրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մոտ ժամանակում նախատեսվում է բարձր մակարդակի ռուս-բելարուսական միջոցառում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով միջոցառումը կանցկացվի ամենաբարձր մակարդակով, սակայն դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվում։ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել նաև հանդիպման օրակարգն ու անցկացման վայրը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, Ուկրաինան մոտ ապագայում կարող է կորցնել նոր տարածքներ։ Նրա խոսքով խորհրդային միության փլուզումից հետո Ուկրաինան արդեն կորցրել է իր տարածքների ավելի քան 20%-ը։ Նրա կարծիքով երկրի տարածքային կորուստները կարող են շարունակվել նաև առաջիկայում։ Պետության հիմնական հատկանիշներից մեկը սեփական տարածքի նկատմամբ կայուն վերահսկողությունն է, նշել է ռուս պաշտոնյան։ Նա նաև հայտարարել է, Ուկրաինայում իր գնահատմամբ շարունակվում է համակարգային ճգնաժամը, իսկ Արևմուտքի աջակցությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցության խոստումները չեն կարող կանգնեցնել այդ գործընթացը։ Իրանը վերականգնում է իր ռազմաարդյունաբերական բազան ավելի արագ, քան ԱՄՆ-ն սպասում էր եւ արդեն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, հաղորդում է CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին։ Հաղորդագրության համաձայն Թեհրանը սկսել է վերականգնել որոշ արտադրական հզորություններ ապրիլի սկզբին ուժի մեջ մտած հրադադարի ընթացքում։ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը վերականգնում է իր հրթիռային համակարգերը, արձակման կայանքները եւ հիմնական զենքերի արտադրական հզորությունները, որոնք վնասվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից զգալիորեն ավելի արագ, քան սպասվում էր։ CNN-ը նշում է, հետախուզության գնահատականները ենթադրում են Իրանը կարող է լիովին վերականգնել իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության հզորությունները 6 ամսվա ընթացքում։ Կիևի ռեժիմի համար դիմադրությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ինքնաոչնչացնող է, քանի որ այն անխուսափելիորեն ստիպված կլինի բազմաթիվ ցավոտ զիջումների գնալ։ Նման կարծիք է հայտնել հունգարական European Conservative ամսագիրը։ Ինչպես նշում է հրատարակությունը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռեսուրսների անհավասարակշռությունը միշտ նշանակում էր, որ Կիևը չէր կարողանա հաջողության հասնել եւ 2022-ին հակամարտությունը շարունակելու որոշումը աղետալի էր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար։ Արդյունքում
Ուկրաինայի բնակչությունը 4 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան կեսով, 40 միլիոնից հասնելով մոտ 20 միլիոնի, մինչդեռ եվրոպական երկրները բախվում են էներգակիրների գների աճի եւ արագացված ապարդյունաբերականացման հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կուբայում ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական տարբերակները, բայց դեռևս որոշում չի կայացրել։ Հաղորդում է Politico-ն, հղումանելով Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Թրամփն ունի Կուբայում դիվանագիտական եւ ռազմական տարբերակներ, բայց դեռևս չի որոշել այս կամ այն ուղին, շարունակելով ճնշում գործադրել նավթի ներմուծումը արգելափակելով եւ պատժամիջոցներ սահմանելով, նշում է հրատարակությունը։ Թերթը պարզաբանում է Կուբայի վերաբերյալ Վաշինգտոնի հաջորդ քայլերը մնում են անորոշ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան եւ Արևելյան Աֆրիկան, գործող երկու ամերիկյան ականակիրներ հագեցած են լազերային համակարգերով։ Հայտնում է Warzone-ը։ USS Spruce ականակիրը մտնում է Աբրահամ Լինքոլն ավիակրի հարվածային խմբի մեջ, մինչդեռ USS John Finn ականակիրը պարեկային ծառայություն է իրականացնում Հնդկական օվկիանոսում։ Երկու նավերն էլ հագեցած են Odin լազերային համակարգով, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը կողմնորոշելու եւ նավերի սուզանավերի անձնակազմով կառավարվող ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի վրա գտնվող հետախուզական համակարգերի տեսախցիկներն ու սենսորները չեզոքացնելու համար։ Պորտալը հայտնում է, ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղղորդված էներգիայի զենքեր են տեղակայել 9 նավերի վրա։ Իսրայելի ղեկավարները հանձնառու են Իրանի դեմ ռազմական գործողությունները հնարավորինս շուտ վերսկսելուն, սակայն հիասթափված են նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից, որը ըստ հրեական պետության Թեհրանը դիտավորյալ օգտագործում է դիվանագիտական դադարը երկարաձգելու համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը, հողումանելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։ Աղբյուրը մեկնաբանել է Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջին զրույցը, որը նա որակել էր որպես լարված։ Զրույցից հետո իսրայելական կողմը շարունակում էր մտահոգված լինել ամերիկացի առաջնորդի դիրքորոշմամբ, որը հանգեցնում է ձգձգվող իրավիճակի, մինչդեռ իսրայելական կառավարության ամենաբարձր մակարդակներում կա ռազմական գործողությունները վերսկսելու ուժեղ ցանկություն։ Աղբյուրը հավելել է, Նեթանյահուն վրդովված է Թրամփի հետ զրույցից, քանի որ կարծում է, որ ներկայիս դադարը միայն օգուտ է բերում Իրանին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կարող է շուտով այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը, հղումանելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրներին։ Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա, ասել է գործակալության աղբյուրներից մեկը։ Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, այցը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Սեուլը նշել է, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին այցելել է Հյուսիսային Կորեա ապրիլին։ Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել ծնողական ժամ հասկացությունը։ Նախագիծը Հայաստանի կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Նրա խոսքով նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը, մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից։ Նշել է Սմբատյանը, նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 տարեկան երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ աշխատավարձի պահպանմամբ, 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։ Միաժամանակ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից անկախ երեխաների թվից։ Փոխնախարարի խոսքով առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ Բոլորին դեմ եմ կուսակցության եւս 12 անդամ դուրս են գալու ցուցակից, ցուցակում մնալու է 25 տեխնացու։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը։ Մենք հայտարարել էինք, որ հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած 3 փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով 5 տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել եւ վայր ենք դնելու մեր մանդատները։ Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու process-ը իրավական առումով երկարատև process է, գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախորոք, ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօթաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Կան նաև տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել քաղաքի որ օբյեկտներն են հարվածի տակ հայտնվել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Հենց Վոլոդիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ էության, ավելորդ անգամ դա ընդգծում եւ ապացուցում է, թե ով է գլխավոր խոչընդոտը խաղաղ ռելսեր դուրս գալու ճանապարհին։ Դա Զելենսկին է եւ նրա ռեժիմը, ասել է Պեսկովը։ Նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ։ Նա շատ լավ մարդ է, ասել է Թրամփը խոսելով Նեթանյահուի եւ նրա հետ Իրանի նկատմամբ հետագա գործողությունների քննարկման մասին։ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է կրկին պատերազմ սանձազերծել, սակայն իրանական զինված ուժերը պատրաստվել են զինադադարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թշնամու հրապարակային եւ ոչ հրապարակային գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի, ասել է Ղալիբաֆը։ Միևնույն ժամանակ նա նշել է, Իրանի զինված ուժերը զինադադարի ընթացքում ժամանակ չեն կորցրել եւ պատրաստվել են ցանկացած սցենարի։ Վերջինս նաև նշել է, Իրանի զինված ուժերը օգտագործել են ԱՄՆ-ի հետ զինադադարը վերականգնվելու եւ սպառազինության պաշարները լրացնելու համար։ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։ Ըստ տվյալների, տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Այս մասին հղում անելով իր աղբյուրներին հայտնել է Al-Arabian։ Նրանց տեղեկություններով հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում հաջի սեզոնի ավարտից հետո։ 2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-ից 29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել են ներկայումս աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։ Ուրբաթ օրը Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է այցով ժամանել Իրան համաձայնագրի վերջնական տարբերակը հայտարարելու համար։ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել, ասել է նախագահը։ Ոչ, մենք ոչինչ չենք առաջարկել, հավելել է Թրամփը։ Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի Դաշնության միջուկային զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մենք իհարկե հետևում ենք, թե ինչ է կատարվում, ասել է գլխավոր քարտուղարը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել, ցուցակի 87 տեխնացուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ Տեղեկությունը հաստատել է կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցը։ Մենք նախապատրաստվում էինք այս փուլին, որովհետև մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ ազգային ժողովում ներկայացված լինելը, կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան։ Ինքնաբացարկ են հայտնել վերջին համարները, ասել է Նինա Կարապետյանցը։ Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել Ախուրյան Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման թեմայով։ Ջրային կոմիտեից հայտնել են, որ այն առաջին անգամ էր անցկացվում Երևանում։ Ողջույնի խոսքով է հանդես եկել ջրար ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Նա նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, սակայն թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չի ներկայացվում։
Հռոմի Լևոն 14-րդ պապը եւ Արամա կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է հղել Արամա Ավեհափար հայրապետին, որն այս առիթով եւս կենտրոնական ամբիոնին էր Հռոմի պապի կողքին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր Արամա, հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մեր մեջ, մինչ մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միության, ասել է Հռոմի պապը։ Նա առաջարկել է աղոթել նաև Լիբանանի եւ Միջին Արևելքի խաղաղության համար։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչելի Կիլիկիան կատարել են Արամ Ան եւ Սրբազան հայրերը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում էր։ Գեղանիստում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. 18 թվականի մայիսի 9-ին ես նստեցի մի մեքենայի ղեկին, որը մեծ արագությամբ ընթանում էր դեպի Անդունդը։ Եվ թվում է, թե ամենատրամաբանականը թվում է, թե ուրիշ ճանապարհ չկար, որովհետև մայրուղին է դա։ Պետք է այդտեղով գնաս, որովհետև այն մյուս ճանապարհները ոչ ասֆալտ կա, ոչ ճանապարհ կա, մեքենան էլ առանձնապես տենց 4 անգամ 4 չի, բայց մենք դերևս առաջին ազգից ոչ տրամաբանական բան արեցինք, մենք այդ մեքենայով դուրս եկանք պատրաստված մայրուղուց, ասենք որ մենք նոր ճանապարհ պետք է գտնենք մեզ համար, եւ մենք գտանք այդ ճանապարհը եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետությունը քան երբևէ, անկախա քան երբևէ, ինքնիշխանա քան երբևէ, բարեկեցիկա քան երբևէ, անվտանգա քան երբևէ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում նոր-նորքի 6-րդ զանգվածում պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ եւ Հրազդան մարզադաշտի մոտ մայիսի 22-ին ժամը 10:00-ին 2 կրակոց։ Ես ասել եմ իմ հայրենիքն ունեցվածքով չեմ կարող փոխել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու հայտարարությանը։ 8 տարվա ընթացքում բացի սուտ ասելուց, խաբելուց ուրիշ բան չի արել, հիշում եմ իր խոստումները, իր ասացները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, ինքն եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում է ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց այսօր ժողովրդին դարձրել միայն տուգանքի մատերիալ։ Մելեին, ասել էին, սենց բան ուզում անի, ես ասեմ կյանքում, ես չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կարել ենք, ամենից էլ հատեղում էդ 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնավոր։ Հարկերն ենք տալի ամենիչը տեղը։ Սա նշան է, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկերացնում են իրենց վերջ եկել է, այս վիճակով ժողովուրդ չես կարա պահել։ Եվ որևիցե մեկ էլ ոչ վստահ ոչ այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, էլ ուրիշ բան չկա։ Հարկավորը վերջ տալ, երկրին ասենք թե երաշխավորած խաղաղություն լինի, ժողովրդին ասենք ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք, սա լինի։ Ինչ ասեմ, կարամ այսօր գրեմ ստորագրեմ։ Ես ուզում եմ ասել, որ մարտի 1-ի գործով ինչ հնարավոր էր անել այս իշխանության ժամանակ արդեն արվել է նոր բան, իրենք չեն կարող անել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, այսինքն հավատալ ընտրել Նիկոլ Փաշինյանին, որ մարտի 1-ը նորից է բացահայտում, նորից է պատժում, դա էլ խայտառակություն կլինի։ Ուզում եմ կենտրոնանալ այդ հարցի վրա, ինքն ինչ էր ասում էր բացահայտված է, բայց Քոչարյանը պետք է նստի։ Ոնց կարելի է վերջին 8 տարվա ընթացքում Քոչարյանին նստեցնելու թեմայով շարունակել իշխանավարել։ Իրավաբանորեն այդտեղ անելու բան չկա, խաբում են, ոչ մեկ չի նստելու, ստում են, ուզում են վերընտրվել, նորից էլի գնան պարլամենտ, իրար հետ գնան գործուղումների, ուտեն խմեն, քեֆ անեն, ասել է Մարուքյանը։ Նա նաև շեշտել է, որ մարտի 1-ի գործով իշխանությունները նոր բան այլևս չեն կարող անել։ Ինչ որ կա արել են, շահարկել են։ Այս նույն պատմությունն ունենք հոկտեմբերի 27-ի մասով, որ Մեռան շահարկելով, Մեռան Այտարյան վրա անդադար կարիերաներ անելով, նշել է Մարուքյանը։
Լիտվայի ղեկավարությունը ստիպված է եղել ապաստան գտնել անօդաչու թռչող սարքի հնարավոր հարձակման պատճառով։ Տեղական լրատվական գործակալությունները հաստատել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգա Ռուգինիերեն եւ Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեգասը ապաստարանում են։ Մայիսի 20-ի առավոտյան Բալթյան օդային տարածքում պարեկություն իրականացնող ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացել են Լիտվայի օդ։ Ահազանգը գործարկվել է սահմանի մոտ գտնվող ռադարային ազդանշանից, որը նման էր անօդաչու թռչող սարքի։ Դեմոկրատների ճնշման տակ ԱՄՆ Գերագույն դատարանը կարող է արգելել նախագահ Թրամփին պատերազմել Իրանի դեմ։ Նման քայլը աննախադեպ կլինի ամերիկյան պատմության մեջ, նշել է ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը։ Առայժմ խոսքը բոլոր սենատորների միջև լիարժեք քվեարկությունից առաջ ընթացակարգային քվեարկության մասին է։ Եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն դեռ պետք է քվեարկվի ստորին պալատում։ Ես չեմ բացառում, որ դեմոկրատները իրականում կհաջողեն այս ամենը ավարտել շաբաթվա վերջում, եւ այդ դեպքում իհարկե Թրամփը կկանգնի ընտրության առաջ, կամ նա պետք է ընդունի այս կոնգրեսի որոշումը եւ հետ քաշվի Իրանի հարցում, կամ նա պետք է նախագահական վետո դնի եւ այդպիսով խոչընդոտի այս օրինագծի, այս բանաձևի օրենք դառնալուն, ասել է ամերիկացի քաղաքագետը։ Հունգարիան, ինչպես Եվրամիության ցանկացած այլ երկիր, ինքնիշխանություն ունի իր էներգետիկ գնումների հարցում, հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը։ Հարցին, թե ինչպես է Վարշավան արձագանքում Բուդապեշտի կողմից ռուսական էներգիայի շարունակման գնումներին, հունգարացի քաղաքական գործիչը պատասխանել է. Եվրամիությունը կազմված է ինքնիշխան պետություններից, ուստի նրանք նույնպես ունեն ինքնիշխան ծրագիր, որոշելու թե որ ուղղությամբ են ցանկանում շարժվել տարբեր հարցերում։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի կոչը հարձակվել Կալինինգրադի վրա խելագարություն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս հայտարարությունը սահմանակից է խելագարությանը, ասել է Կրեմլի խոսնակը։ Ըստ Պեսկովի, նման հայտարարությունները չպետք է լուրջ ընդունվեն։ Նա կարծում է, որ դրանք ավելի շատ լիտվացի քաղաքական գործիչների անկարողության նշան են եւ ցույց են տալիս նրանց մտածված բարդ գործողությունների անկարողությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենքը ներգաղթային վիզայի բոլոր դիմողներից պահանջում է անցնել բժշկական զննում հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի պահանջները կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունից։ Բուժզննումը միտված է հայտնաբերելու հանրային առողջության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրանց տարածումը կանխելու նպատակով։ Այն հաստատում է, որ դիմողները ստացել են անհրաժեշտ պատվաստումները, պաշտպանելով թե դիմողին, թե ԱՄՆ բնակչությանը, ասված է հաղորդագրությունում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը զգուշացրել է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի պաշտպանի երկիրը Կիևին օգնելու համար վրեժխնդրությունից։ Ծառայությունը նշել է, որ ժամանակակից հետախուզական հնարավորությունները հնարավորություն են տալիս հուսալիորեն որոշել անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերի կոորդինատները։ Ավելին, հուսալի տվյալներ կարելի է ստանալ խփված անօդաչու թռչող սարքերի մնացորդները ուսումնասիրելով։ Մամուլի ծառայությունը նաև նպատակահարմար է համարել նշել, որ Լատվիայի որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները լավ հայտնի են եւ ափսոսանք են հայտնել լատվիացի առաջնորդների միամտության համար։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդար վրեժխնդրությունից, եզրափակել է Ռուսաստանի հետախուզական ծառայությունը։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 21-ից 25-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ, գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ից 3-ը կնվազի 3-ից 4 աստիճանով։